Ես ենթադրում եմ, որ այն մարդիկ ԿՊ-ի ներսում կամ իշխանության ներսում, ովքեր ստանձնել էին պատասխանատվություն այս ընտրությունների համար, նրանք, այսպես ասենք, պատժվել են։ Սա տեսական ենթադրություն չի, նաև ինչ-որ ինֆորմացիաների վրա եմ հիմնվում նման բան պնդելու համար, սա մեկ, սա ֆիքսենք ուրեմն։ Երկրորդը, առհասարակ նման պարտությունից հետո, իսկ հատկապես Գյումրին ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը պարտվել է, Նիկոլ Փաշինյանը երկընտրանքի առաջ է կանգնած, կամ գնալ ռեպրեսիաների ճանապարհով, որպեսզի 2026-ի հարց լուծի, կամ գիտակցել, որ 2026-ը դառնալու է իշխանափոխության տարի եւ պատրաստել իշխանության անցնցում հանձնումը։ Այս երկու ճանապարհներից մեկը պետք է ընտրի Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը հեշտությամբ չի հանձնի, ես ենթադրում եմ, որ նա հիմա գնալու է երկու ճանապարհով, թիմում ֆիլտրումներ, վերադասավորումներ եւ անցնելու է ռեպրեսիվ մեթոդների։ Հիմա կտեսնենք, որ ճանապարհ այնուամենայնիվ կընտրի, բայց շատ ճանապարհ չունի։ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջի մեկնարկը տրված է։ Տրված է անկախ նրանից, որ Գյումրիում ամենահաջող այլընտրանքը չի ընտրվել, տրված է անկախ նրանից, որ Փարաքարը փոքր համայնք է, որտեղ հավատացնում եմ ձեզ, որ նման պատկեր դուք ստանալու եք բոլոր համայնքներում։ Այո։ Որտեղ էլ նախադեպային դարձավ։ Որտեղ էլ դες վաղուց է գիտակցում։ Այնպես չի, որ Գյումրին պիտի լիներ նոր համոզվեի։ Այո, դուք բազմիցս մտաղավարում պնդել եք։ Հիմա որտեղ էլ ընտրություններ լինեն, որ համայնքում էլ վստահ եղեք, որ համանման պատկերի հետ են գործ ունենալու։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կանգնած է այդ լուրջ երկընտրանքի առաջ, տեսնենք ինչպիսի որոշում կկայացնի նա, դա մոտ շաբաթներին, մոտակա ձեր եթերում առիթ կլինի անալիզ անելու, բայց ֆիլտրումներ թիմում սպասեք անշուշտ։ Մարզպետ գուցե փոխվի կամ մարզպետներ, որտեղ մի մոռացեք, որ նույն Դավիթ Արուշանյանը շտաբի պետն էր, օրինակ բանի այդ Սարիկ Մինասյանի ԿՊ-ի նախընտրական, այնտեղ կային գյումրեցի եւ ոչ գյումրեցի պաշտոնյաներ, որ ուղղակի պատասխանատվություն էին ստանձնել, մեծախոսում էին 50% գումարած մեկ ստանալու հավանականության մասին, իհարկե այդ կադրային բան, բայց գիտեք, ես մի բան կասեմ, ինչ կադրային ֆիլտրումներ էլ անի, Նիկոլ Փաշինյանը մի բան չի հասկացել, կամ այնքան է կտրվել իրականությունից, որ չի հասկացել։ Իշխանության կայունության գրավականը տարիներ առաջ, 4-5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի վարկանիշներ։ Հիմա այս բոլոր ձախողումների, ֆիասկոների պատճառը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի գահավիժումն է։ Նիկոլ Փաշինյանը իրականությունից փախչել չի կարող, նա ըստ էության իր մեջ է խնդիրը։